Մեր նախորդ հաղորդման վերջում ես նշեցի, որ հուլիսին վերջապես լրացվեցին նաև Աղդամի կրակակետերը։ Սակայն մինչ այդ Բաքու եւ Երևան կատարած այցերից հետո Ստեփանակերտ ժամանեց ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի նախագահ Մարիո Ռաֆայելին, որը հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ։ Բայց պատերազմի թափ առած անիվը դժվար էր կանգնեցնել։ Ազերիները Աղդամից շարունակում էին հրետանու տարբեր տեսակներից արկակոծել հայկական բնակավայրերը, հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտը։ Եվ ահա հուլիսի 22-ին, կասեցնելով ադրբեջանական բանակի նախորդ 2 օրվա զանգվածային հարձակումը Ասկերանի ուղղությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերն անցան վճռական հակահարձակման և հուլիսի 23-ին լռեցրին Աղդամում տեղակայված կրակակետերը, գրավեցին այդ հրեշ քաղաքը, որն այնքան չարիք էր բերել Արցախի հայությանը։ Ցավոք, մենք չենք նկարահանել Աղդամի օպերացիան, և որքան գիտեմ, ոչ մի տեսախցիկ այնտեղ այդ օրերին չի աշխատել։ Իսկ կադրերը, որ դուք դիտում եք, նկարահանվել են Աղդամի գրավումից հետո։ Այս պահեստները լիքն էին զենք ու զինամթերքով, և այդ ամբողջ արսենալը, այդ թվում և միջազգայնորեն չթույլատրվող, օգտագործվում էր մեր դեմ։ Լեդի Քոքսի խումբը, որոնց մեջ էին նաև լրագրողներ, նույնպես ֆիքսեցին այս ամենը և ուր որ հարկն է, ցուցադրեցին այդ կադրերը։ Աղդամի կորուստն ազերիների համար զուտ ինչ-որ քաղաքի կորուստ չէր, ռազմավարական մեծ նշանակությունից զատ այն ուներ հոգեբանական հսկայական նշանակություն։ Իդեպ թե ազերիների և թե հայերի համար, չէ որ դա այն նույն Աղդամն էր, որտեղից դեռևս 88-ի փետրվարի 22-ին ազերի խուժանը քշեց եկավ Ասկերանի վրա, դա այն նույն Աղդամն էր, որի մատույցներում զոհվեց Ավոն, այդպես էլ չտեսնելով Աղդամի անկումը։ Մի խոսքով հայ ազատամարտիկները հուլիսի 23-ին տարան խոշոր հաղթանակ, որից հետո ազերական բանակն էլ ավելի հուսահատվեց, բարոյալքվեց ու սկսեց նահանջել, կորցնելով նոր շրջաններ, քաղաքներ ու գյուղեր։ Դա լինելու էր օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Իսկ մինչ այդ մեզանում տեղի ունեցավ ևս մի կարևոր իրադարձություն։ Հուլիսի 23-ին ուշադրություն դարձրեք, այն նույն օրը, երբ մենք գրավեցինք Աղդամը, ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։ Նախարար նշանակվեց արտաքին քաղաքական հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Արկադի Ղուկասյանը։ Դա օրվա պահանջն էր և ժամանակը ցույց տվեց, որ արտաքին գերատեսչության ստեղծումը անհրաժեշտություն էր։ Հուլիսի 28-ին Մարտակերտի շրջանի ռազմաճակատային գծի վրա տեղի ունեցավ ԼՂՀ և Ադրբեջանի կառավարական պատվիրակությունների հանդիպումը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց կրակի դադարեցումը երկարաձգել ևս մեկ շաբթով։ Սակայն այդ պայմանավորվածությունները թերևս ձևական էին և
մեր հաջորդ սյուժեն դրա վկայությունն է։ Բնակավայրի դող կամ տողանունը հին պատմություն ունի։ Այն հիշատակվում է արաբական բռնակալների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի ժամանակներից։ Ավանե անունը կապված է նրա անդերքով անցնող սեյսմիկ գոտու հետ, որի պատճառով այնտեղ երկրաշարժներն անպակաս են եղել։ Ձեռագիր սկզբնաղբյուրները տեղեկացնում են, որ տողը բերդաքաղաք է եղել, բաղկացած 1500 ծխից, շուրջ 10,000 բնակչով։ Տողը ինձ համար սովորական շարքային գյուղ չէ, թեկուզև այն պատճառով, որ լրագրողի իմ առաջին գործուղումը 1976 թվականի հունվարի 3-ին եղել է այստեղ։ Իմ հիշողության մեջ մնացել է այդ յուրօրինակ գյուղը իր ինքնատիպ բնակիչներով։ Դրանից հետո ես մի քանի անգամ եմ եղել տողում, սակայն ոչ մի անգամ այսքան սպասվելիք չի եղել այդ հանդիպումը, ու ոչ մի անգամ ես այնքան ապրումներ չեմ ունեցել, որքան այժմ։ Տեղ հասանք թե չէ, դեմ առանք ողբերգության։ Պարզվեց, որ ամբողջ գյուղը նշում էր հուլիսի 28-ին զոհված 5 ազատամարտիկների, Անդրեյ Ստեփանյանի, Կարո Հասանյանի, Աշոտ Հայրապետյանի, Սամվել Սահակյանի և Կարո Սարգսյանի 7 օրը։ Դեռ բոլորովին թարմ է տողի գումարտակի հրամանատար Արմենչոյի շիրիմը։ Ընդամենը 3 ամիս է, ինչ զոհվել է Վիգենը, նույն ինքը Վրեժը։ Դեռ մխում են մարդկանց սրտերը մյուս զոհված ազատամարտիկների համար։ Եվ ահա, նոր զոհեր, նոր վիրավորներ։ Հոգեհանգստի հացից հետո գումարտակի փոխհրամանատար Կարլեն Միքայելյանը մեզ ցույց տվեց, թե որտեղ է պատահել դեպքը։ Մենք ցանկություն հայտնեցինք մեկնել այնտեղ, եւ Կարլենը ստանձնեց ուղեկցողի պարտականությունը։ Զառիվերը մեքենայի համար անանցանելի է, իսկ ոտքով բարձրանալը տղերքի համար սովորական երևույթ է։ Սանկտ Պետերբուրգցի լրագրող Սվետլանա Կուլչիցկայան, օպերատորներ Արթուր Ներսիսյանն ու Ալբերտ Հարությունյանը եւ ես դժվարությամբ, բայց այնուամենայնիվ հաղթահարեցինք այն, հասանք դիրքերը, որտեղ մեզ դիմավորեցին ազատամարտիկները։ Արդեն շատ մոտիկից երևում էր Կավաքավանքը, որ բարձունքից տիրաբար հսկում էր անհանգիստ շրջապատը։ Շահեն Մկրտչյանի Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները գրքում Կավաքավանքի մասին մասնավորապես գրված է. Երբեմնի վանական համալիրից պահպանված եկեղեցին աչքի է ընկնում բնական միջավայրի հետ ունեցած ներդաշնակ կապով, քարի մշակման եւ հարդարման բարձր մակարդակով։ Այն կառուցվել, ավելի ճիշտ վերակառուցվել է 1742 թվականին Դիզակի քարագործ վարպետ Գրիգորի ձեռքով, լայնանիստ Բլոյի ստորոտի հայկական Գյումուշ, Ջիվան եւ Հողեր գյուղերի հավատացյալների օժանդակությամբ։ Երկար ժամանակ քաղաքը գտնվում էր գերության մեջ, իսկ այսօր Աստծո տաճարը վահան է դարձել իր որդիների համար եւ իր վրա է վերցնում թշնամու հարվածները։ Ոչինչ, պատերազմն ավարտվի, քաղաքն էլ կվերականգնվի։ Այս իշխող բարձունքներից թուրքերը մահ էին սփռում, անընդհատ կրակի տակ առնելով հայկական բնակավայրերը։ Այժմ դրանք վերահսկվում են մեր ազատամարտիկների կողմից, եւ այստեղից շրջապատը ոտքերի տակ է, այդ թվում եւ Ֆիզուլին։ Սակայն հակառակորդը բիրտ է ունենք եւ շարունակում է Ֆիզուլուց, որտեղ վաղուց արդեն խաղ բնակչություն չկա եւ ըստ էության ռազմական հենակետ է, հրթիռահրետակոծության ենթարկել Մարտունու, հատկապես Խադրութի շրջանի գյուղերը։ Իսկ այն օրը, հուլիսի 28-ին, այդ դեպքը մեկ անգամ եւս ապացուցեց, որ ամեն րոպե ու վայրկյան պետք է աչալուրջ լինել, չթերագնահատել հակառակորդին, որը գազազած է վիրավոր արջի պես։ Տղաներին ասելով անփորձակ լինեք, նորից վերադառնում ենք տող,
չէ որ գյուղում դեռ նկարահանումներ չէին կատարել։ Սվետլանա Կուլչիցկայան օպերատորին խնդրում էր ամեն ինչ նկարահանել, որովհետև նրա համար այստեղ ամեն ինչ կրկնակի հետաքրքիր է։ Նկատելով մեզ, այս մամիկը հրավիրեց տուն, եւ երբ մենք շնորհակալություն հայտնեցինք, ավելացրեց. «Գոնե թութ կերեք, վերջին թութն է»։ Դրանից հրաժարվել չկարողացանք։ Վերջին թութը, քաղցր, քան մեղրը։ Տանտիրուհին մեզ պատմեց, որ 91-ի հոկտեմբերին թուրքերը վառել են նաև իրենց տունը, որը գտնվում էր Սուրբ Ստեփանոս եկեղեցու, ինչպես տողեցիներն են ասում, եղցու կողքին։ Այս կադրերը այն ժամանակ նկարահանել է մեր վաղամեռիկ օպերատոր Սերգեյ Հանդարցունյանը։ Դա այն նույն օրն էր, երբ թուրք ստահակները գազանաբար սպանեցին Դանիելյանների գրեթե ամբողջ ընտանիքը։ Ելցինի եւ Նազարբաևի Արցախ կատարած այցից դեռ մի ամիս էլ չէր անցել։ Ռուսաստանի եւ Ղազախստանի դիտորդները մեկնել էին տող պարզելու ողբերգության հանգամանքները։ Բայց ինչ կար պարզելու։ Ամեն ինչ պարզից էլ պարզ էր։ Խորհրդային զորքերի թողտվությամբ թուրքերը ցույց էին տվել իրենց թրքությունը։ Եվ ով պիտի հայտնաբերեր հանցագործներին, ով պիտի պատժեր նրանց։ Ոչ դատ կար, ոչ դատաստան։ Այն ժամ հայերի ինքնասիրությունն ու արժանապատվությունը արթնացան, ալիք տվեցին, եւ չարագործությունը անպատասխան չմնաց։ Արյունը միայն արյունով է լվացվում։ Գիտակցվեց այս ճշմարտությունը եւ շուտով տողը մնաց իր իսկական տերերին, մնաց հայկական, այնպես, ինչպես կար ի վերուստ։ Գյուղամիջում մենք շարունակում ենք մեր նկարահանումները, երբ կոլվարչության նախագահ Գյորգի Պողոսյանը ինձ ցույց տվեց ջրի գնացող այս տղային եւ ասաց, որ նա Դանիելյանների ընտանիքից է։ Այն ահավոր օրը հրաշքով մարզապուրծ եղած 6-ամյա Արմենը, որը իր կրտսեր եղբոր հետ մտել էր մահճակալի տակ եւ թուրքերը բարեբախտաբար չէին նկատել։ Ինձ թվաց, թե նրա մանկական աչքերում դեռ սարսափ կա եւ արդյոք կանցնի երբևէ։ Ինչ է հուշում Արմենի հայացքը։ Այն կոչում է վրեժի։ Եվ գուցե վրեժխնդիր լինելուց հետո անհետանա նաեւ սարսափը նրա աչքերից։ Գուցե նրա մանկական թախծոտ աչքերը ժպտան վերջապես։ Սակայն պատերազմը շարունակվում է, եւ այս տղաները մահվանը նայում են բաց աչքերով ու մարտի են նետվում ոչ թե մեռնելու, այլ ապրելու համար։ Ի հեճուկս մահվան։ Անամյա երգի հայրանի ոչ մի աստվածար եւ ոչ մի լուսին քո հավերժական մայթությունը լեռներից այն կողմ, ամպերից ամդին, որքան էլ քեզնից ես ուրամ հեռու, որքան էլ օտար հողերում լինեմ, անունության մեջ
ես կես կորոնեմ հայրենի դու առաջին սեր և վերջին կարով ուշերին ավապ ուրախ ու ծագով շարդերիս վրա կմնաս միշտ դու մայրականն դու իմ կարոտ տխուր երկիր հնամյան երկիր պապենի քո ոգուց շաղված լեզու մայրենի քո ոգուց բուսած Tençan kukala ince maranskes mi aynan di Babat zemer ve payzar karun Artsunki Ես քեզ նոր կապրեմ հայրենին դու Երկիր հնամյան երկիր պապենի քո ոգուց շաղված լեզու մայրենի քո ոգուց բուսած Tençan kukala ince maranskes mi aynan duni Yergir hınamyan yergir papeni kova kuz şahat lezu mayreni kova kuz busat Tençan kukala ince maranskes mi aynan duni Մենք թևակողեցինք 1993 թվականի օգոստոս ամիս, որն ինչպես ասացի վերը նոր նվաճումներ բերեց մեզ։ Այդ մասին մեր 38-րդ թողարկման ժամանակ առայժմ